Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստում են վաղը կայանալիք Ղազախստանի դեմ ընկերական հանդիպմանը։ Այսօր տեղի ունեցավ հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և դարպասապահ Օգնեն Չանչարևիչի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ընթացքում հայ մասնագետը խոսեց հավաքականում տիրող խնդիրների, նորեկների և առաջիկա անելիքների մասին։ Ամբողջական տեսանյութը դիտեք առանց մեկնաբանության։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և դարպասապահ Օգնեն Չանչարևիչի նախախաղային մամուլի ասուլիսը նվիրված առաջիկա Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպմանը։ Կխնդրեմ սկզբից հարցերը ֆուտբոլիստին, որպեսզի հասցնի նաև նախապատրաստվել մարզմանը, այնուհետև հարցերը կլինեն գլխավոր մարզչին։ Շնորհակալություն։ Օգնեն, ուրախ ենք քեզ տեսնել Հայաստանում, ոնց ես? We are happy you are back after a small break in national team. How is your shape? We see you play all matches in Serbian Superliga, and how you feel back in national team? Sorry. Like always, I am very happy when I'm here with my friends and with my people from the national team, and when I see all of you here. I'm in very good shape. I play, like you tell, all the games in the Super League, and I'm ready to help in any way our national team to get good results in these games. Hi, first of all, really proud to see you and really proud to be here in Armenia and Yerevan. What do you know about Kazakhstan? How tough is going to be this game? And maybe you know some players of the Kazakh team. Yes, I know many players of Kazakhstan. I think that Kazakhstan is one very tough, compact and quick team. We know their strength. We play before 2 years here also friendly game. We win 2-1. But was also very, very tough game. Same we expect tomorrow, and we are ready for this. They have many good players from young Stapaev, yes, Alip, Mali, many other guys. Sorry, I just now say name, but we know them very well, and we respect Kazakhstan a lot. Կան այլ հարցեր խաղացողին։ Եթե չկան, շնորհակալություն, խաղացողը գնա, անցնենք գլխավոր մարզչի հետ նախախաղային ասուլիսին։ Merci շատ։ Նաև այսպես նշեմ, Օգնեն Չանչարևիչը նշեց, որ ճանաչում է Ղազախստանի հավաքականից մի շարք ֆուտբոլիստների, նրանց հետ ժամանակին խաղացել է, շատ լավ ճանաչում է, ինչպես նաև առաջիկա խաղից առաջ բավական լավ տրամադրվածություն ունեն, լավ պատրաստված են եւ պատրաստ են առաջիկա խաղին։ Այժմ հարցեր գլխավոր մարզչին։ Բարև ձեզ, Շավարժ Արությունյան, պարոն Մելիքյան, այս երկու ընկերական հանդիպումներին մեր հավաքականը շեշտը ինչի վրա պետք է դնի, որպեսզի լիարժեք կերպով պատրաստ լինի ազգերի լիգայի խաղարկությանը։ Բարև ձեզ, այո, ունենք ուղղություն, ինչ ենք ուզում ստանանք այս ընկերական խաղերին։ Առաջ հերթին ունենք մեծ փոփոխություն, ունենք վնասվածքներ, ունենք նոր ֆուտբոլիստներ, լավ առիթ է վերլուծելու տասված հաղթանակը, եթե չստացվի, ուրեմն հասկանանք ինչ պրոբլեմներ ունենք, որ դրա շուրջ աշխատենք եւ մեր պաշտոնական խաղերից առաջ հասցնենք առաջ հերթին աշխատել մեր սխալների վրա, երկրորդը անել այն, ինչը մենք ուզում ենք ստանալ աշնանը արդյունք։ Կառուցողական աշխատանք է եւ մենք ամենակարևորը ճիշտ ուղու վրա ենք եւ պետք է աշխատանք տանենք այս երկու խաղերը շատ լավ։ Այլ հարցեր, Արմեն։
Արմեն Գարամյան, առաջին հալիկ, պարոն Մելիքյան, մոտավորապես 10 տարի առաջ Հայաստանի ազգային հավաքականը խնդիր ուներ, երբ ֆուտբոլիստները գալիս էին եւ չէին ունենում խաղային պրակտիկա ու հարցի մյուս կողմն է, թե նրանք ինչպես են խաղում։ Շատերը նվիրված աշխատանքի շնորհիվ կարողանում էին լավ խաղ ցուցադրել։ Հիմա կարծես նորից այդ խնդիրը կա, կան ֆուտբոլիստներ, որոնք խաղային պրակտիկայի խնդիր ունեն, մարզումներ անցկացրել են արդեն, դուք ինչպես եք գնահատում նրանց վիճակը, արդյոք պատրաստ են որոշակի դադարից հետո կամ շատ քիչ խաղալով նման հանդիպումների պատրաստ կլինեն, թե ոչ։ Դե առաջի խնդրեմը որ տենում եմ Ղազախստանում չեմպիոնատը գնում է, իրենք ավելի մարզավիճակը լավը կլինի, քան հավաքականի, որովհետև հանգստից հետո են մեր տղաները, այդ դիսբալանսը մենք ունենանք, բացի այդ մենք ունենք 5-6 շատ կարևոր ֆուտբոլիստ, որոնք մեր հետ չեն միացել վնասվածքների պատճառով, դա էլ է կորուստ, ամեն դեպքում ունենք խնդիրներ, բայց կարծում եմ, որ մենք լավ աշխատանք ենք տարել այս քանի օրը եւ պետք է հասկանանք այս աշխատանքը ինչ արդյունք տվեց մեզ, ինչ չհասցրինք, ինչ հասցրինք, լավ վերլուծելու առիթ է։ Ես առաջի հերթին բացի արդյունքը, որը դե կարևոր է մեր համար, բայց առաջնահերթ չի, առաջնահերթ ես շատ բան ուզում եմ հասկանամ ինչև աշուն է, որովհետև ընկերական խաղերում արդյունքը կարող է տարբեր լինել եւ այդ արդյունքը մեզ պետք չէ, որ խանգարի մեր այն ուղին, ինչով մենք շարժվում ենք դեպի աշուն։ Վարվարա Հայրապետյան, Armen Press լրատվական, պարոն Մելիքյան, ինչպես ընտրությունը կանգ առել Ղազախստանի եւ Մոլդովայի վրա, մեր ցանկությամբ է թե այլ պատճառներով։ Դե ասեմ, որ Ղազախստանը ի տարբերություն այն տարիների այս տարի այս թիմը ուժեղ թիմ է, համեմատաբար այն տարիներին, որը հավաքականը հանդես է եկել եւ ինքս խաղացել եմ որպես խաղացող իրենց դեմ, այս թիմը ավելի ուժեղ է եւ մեզ պետք է համապատասխան թիմ, որը մեզ աշունն է սպասում, պլյուս մինուս իրենք նման են, մի քիչ կարող է, պլյուս մինուս այո, Մոնտենեգրոյի եւ մնացած այլ մեր մրցակիցների, դա համար ընտրել ենք ոչ շատ ուժեղ, ոչ միջին, ոչ թույլ, նորմալ թիմ, որը որ մեզ խնդիրներ կստեղծի ընկերական խաղերով, որ մենք մեր խնդիրները տենանք։ Եվ ասում եք, հարց UEFA-ն փոխում է ազգերի լիգայի ձևաչափը, ես կուզենայի լսել ձեր կարծիքը, ինչ է այն իրենից ներկայացնում։ Ճիշտ ասած շատ չեմ խորացել այդ հարցում, ես ներս այնքան հարցեր ու խնդիրներ ունեմ կառուցելու թիմ, աշխատանք, խաղ, ոնց առաջարկեն, այնպես է կմտնենք առաջություն։ Պարոն Մելիքյան, հայտարարում Արտյոմ Բանդիկյանը որպես պաշտպան է ներկայացված, բայց Արմեն Գյուլբուդաղյանցն էլ ասում էր, որ Բանդիկյանը ավելի շատ նախընտրում է հենակետային կիսապաշտպանի դիրքը, նայում ենք երկուական եզրային պաշտպաններ կամ լատերալներ ունեք, արդյոք Բանդիկյանին հենց այդ դիրքում եք նախընտրում, թե ամեն դեպքում պաշտպանություն։ Դե ինքը ավելի շատ իր ոճը պաշտպանողական է, ոչ թե հարձակողական, եւ եթե նայենք համար 6 կամ նայենք լատերալ, այդ ոճն էլ է պաշտպանողական, դա համար պաշտպանների շարքում է ինքը։ Եթե ճիշտ կարողացա բացատրել։ Լատերալ, ապորնի, հենակետային, դա էլ է իմ համար պաշտպանողական ֆունկցիաների մեջ մտնում։ Բրեժաղեկյան, պարոն Մելիքյան, արդյոք ձեր տեսադաշտում կային այլ խաղացողներ, որոնց կցանկանայիք տեսնել հավաքական փորձարկումներ իրականացնել։ Դե մենք չունենք այդ ռեսուրսը, ինչ ունենք, հավաքում ենք, չեմ կարծում, որ ինչ-որ մեկին բաց թողում ենք արել կամ հրավիրել ենք չեն եկել, այս է մեր այսօրվա հնարավորությունը եւ իրենց հետ շարունակում ենք աշխատել։
Պարոն Մելիքյան, ինչ կասեք Էդգար Սևիկյանի մարզավիճակի հետ կապված, նա պատրաստ է հենց մեկնարկային րոպեներից դաշտ գալ։ Սևիկյանի մասին հա նայեք Սևիկյանի հրավերին քննարկումներ է եղել ես բարձաբանեմ եւ ես իշքան ես աշխատում եմ ազգային հավաքականում ես տենում եմ խնդիրները եւ խնդիրներից մեկը դա կան ամբուլաններ որտեղ որակի պակաս կա իսկ մենք լավ գիտենք որ Սևիկյանը որակ ունի հավաքականին իր որակներով այո այսօր իր մարզավիճակը լավ չէ ունի խնդիրներ բայց եթե ինքը պոտենցիալ ունի եւ վաղվա մեր օրվան պետքական ֆուտբոլիստ է մենք պետք է ինչով կարող ենք օգնել որ այսօր եթե մենք ուշադրություն չդարձնենք վաղը մենք իրեն չենք տենա դրա համար ավելի շատ մենք նայում ենք ստրատեգիչեցկի ոչ այսօրվա օրվա համար Պարոն Մելիքյան, մենք շատ հաճախ խոսում ենք դրա մասին, որ ինչ որ ֆուտբոլիստների ֆունկցիաներ, որոնք լավն են, գործողություններ կորցնում են, երբ ստիպված հարկադրաբար օգտագործում ենք այլ դիրքերում, օրինակ Էդուարդ Սպերցյանի պարագայում։ Հիմա մենք ունենք Արամ Խամոյան եւ Կարլեն Հովանեսյան կենտրոնական կիսապաշտպանների դիրքում եւ Բելարուսի հետ խաղում օրինակ ինչ որ հատվածում Կարլեն Հովանեսյան Ասկարյան զույգներ Հիմա Ասկարյանը չկա եւ նրա փոխարեն կա շատ լավ մարզավիճակում գտնվող Խամոյան։ Արդյոք դուք Սպերցյանին ինչ որ պահի կտակ այդ ազատությունը նրան արժևի գծում շատ ավելի հանգիստ գործելու, քան այդ box to box վարտականությունները կատարելու։ ու առայժմ փորձարկում ենք։ Մենք հավաքական հրավիրել ենք այսօրվա օրով լավագույններին եւ աշխատենք փորձենք տարբեր դիրքերում այո եւ գտնել լավագույն ուղղությունը, բայց առայժմ դուք անուններ եք տալի, որոնք հավաքականին նորեկներ են եւ ինչ որ կտրուկ քայլեր չի փորձի, աստիճանաբար կհասկանանք որ ֆուտբոլիստները ինչքանով կարող են հավաքականին օգնել, մենք դրա ժամանակը ունենք։ Մենք խոսում ենք ֆուտբոլիստերի մասին, որոնք խաղում են Հայաստանի առաջնությունում։ Հայաստանի առաջնությունը այն ցուցանիշը չի, որ կարող ես մի անգամից ստանալ, եթե այստեղ խաղում է եւ ազգային հավաքականում տարբեր մակարդակներ են։ Դրա համար այդ ամենը մենք պետք է հաշվի առնենք։ Եթե իրենք Հայաստանի առաջնությունում լավն են, դա պետք չի մի անգամից հիմք վերցնել եւ մետակային կազմ։ Պետք է հասկանալ արդյոք լավն են այդ մակարդակում, այդ էլ ժամանակ է ուզում։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան, կցանկանայի իմանալ արդյոք առանձին զրույց ունեցել եք Ալաշկերտի գլխավոր մարզիչ պարոն Գևորգյանի հետ եւ ձեր միջև ամեն ինչ հարթվել է, հաշվի առնելով վերջին շրջանում ձեր երկուսի միջև արկա հերավար փոխհրաձգությունը, պայմանավորված այս հավաքին Ալաշկերտի ոչ մի ֆուտբոլիստի հրավեր չստանալու հետ կապված։ Վայ Գևորգյանի հետ ընդհանրապես չի եղել ոչ մի բան եւ ես ոչ մի անգամ ոչ մի ասուլիսում ոչ մի բան չեմ ասել Վայ Գևորգյանի եւ Ալաշկերտի մասին, չգիտեմ որտեղից գիտեք, չկա նման բան։ Ինչ որ Վայ Գևորգյանն է խոսել, իր կարծիքը ասել, դա իր տեսակետն է։ Բայց ես չեմ իջնային Ես ճանապարհ անցած մարդ եմ եւ ֆուտբոլիստ եւ մարզիչ ես ունեմ իմ աշխատանքը եւ ես գիտեմ ես որտեղ եմ գտնվում եւ չեմ գնային դաշտ որտեղ ինձ ավել բան կարող եմ թույլ տալ ես իմ գործով եմ զբաղվում Գագիկ Եղիազարյան Դուք այս տարի հայտնել եք, որ պետք է ավելի շատ աշխատանք տանեք, որպեսզի հավաքականը բացացեք նոր մակարդակի։ Եթե գաղտնիք չի, ինչ աշխատանք եք տանում
Արդյոք օրական 2 անգամ մարզում եք անցկացնում կամ այլ ձև եք անում այդ աշխատանքը։ Այո, շնորհակալություն։ Ասեմ, որ այո, ես վերցնել եմ, ընդունել եմ այս պատասխանատվությունը, այս հրավերը, այս խնդիրներով թիմը եւ աշխատում եմ եւ չեմ կարող խոսք տալ, որ մեր մոտ ամեն ինչ լավ կլինի։ Ես այդ կախարդական փայտիկը չունեմ գալ արագ ամեն ինչ որոշել եւ իցանից շատ բան չսպասեք, բայց վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ այդ խնդիրները լուծելով շարժվում ենք առաջ։ Երիտասարդ թիմ ունենք, ես չեմ ուզում բարձր խոստումներ կատարեմ կամ ինչ-որ ես ունեմ հավատք, հավատում եմ, որ մեր մոտ ամեն ինչ լավ կստացվի, ժամանակ է պետք է համբերեք, սերնդափոխություն է կատարվել եւ չհաշված այն խնդիրներին եւ սերնդափոխությունը այդ ամենը ժամանակ է ուզում։ Այս թիմը կա Աստված, որ եւ այս տարի մեր մոտ լինեն հաջողություն, ես առաջինն եմ, որ դրա մասին շատ եմ մտածում, բայց չեմ հուսահատվի, եթե այս տարի ինչ-որ մի բան մեր մոտ չստացվի, որովհետեւ ես չեմ կարող շատ արագ այդ ամեն ինչը եւ սերնդափոխություն եւ թիմ կայացած եւ այլն ֆունդամենտալ աշխատանք ունենանք այս տարի։ Համբերություն եւ վաղ թե ուշ կլինի այս տարի, թե մյուս տարի, բայց 2-3 տարի հետո այս թիմը լավ թիմ կլինի, որը կգնա հստակ արդյունքների։ Համբերություն կունենաք, ես կտանեմ, եթե չէ, մյուս մարզիչը կգա եւ կտենա, որ այս թիմը ճիշտ ճանապարհով է աշխատել եւ կշարունակի մեր գործը։ Աշխատանք տարվում է եւ 2 պարապմունքել է լինում եւ 2 եւ պրակտիկա եւ թեորետիկի աշխատանքներ շատ են տարվում։ Կան այլ հարցեր։ Ամիսներ առաջ ասուլիսի ժամանակ դուք ասացիք, որ Հրանտ Լեորանոսին խորհուրդ եք տվել, որ փոխի ակումբը, որպեսզի խաղային պրակտիկա ունենա, փոխեց գնաց Braunschweig, բայց էլի տպավորությունը ոնց որ իրեն հարմար թիմ չի գտել։ Դա ձեր կարծիքն է հետաքրքիր, ինչքանով է նա հարմար այդ թիմին, միգուցե այնտեղը չէ, որտեղ կարող եք պատասխանել այս հարցին, բայց ամեն դեպքում կարծում եք էլի պետք է ինչ-որ բան փոխվի նրա մոտ, որովհետև կայունություն չկա նրա խաղում։ Դե ամեն ինչ ասեցիք, այո, փոխեց եւ կայունություն չկա եւ այս տարի 1 գոլ չի խփել ինքը։ Ես իր մոտ տենում եմ ավելի շատ անկում, չեմ պրոգրես, բայց ինչքանով կարող ենք մենք իրեն օգնում ենք, որ ինքը հետ գա։ Կարող է ես շատ երկար չկարողանամ սպասեմ, որովհետեւ սա մրցանու կոնկուրենտասպասողի թիմ պետք է լինի, ինչքան կարող եմ տալիս եմ, բայց